ասեք արդ։ Տեր հայր, ապաշխարության մասին շարունակություն։ Այսինքն մենք չենք կարող ասել, ես ապաշխարեցի։ Ուզում եմ ասել, ապաշխարության ընթացքը այդքան հեշտ չի, որ մենք ասում։ Ապաշխարելու համար նախ ինչ է պետք։ Նախ պիտի ուժեղ լինես, որ կարողանաս ապաշխարել։ Դու պիտի կարողանաս ընդունել քո սխալը, քո մեղքը։ Ես ուզում եմ դրա մասին ասել։ Շնորհակալություն։ Ուրեմն ապաշխարությունը մեկ օրվա համար չէ։ Այսինքն մեր ամբողջ կյանքի ընթացքում մենք ապաշխարում ենք։ Ապաշխարության հիմքում երկու կարևոր սկզբունք կա, առաջինը մեղքի գիտակցումն է, երկրորդը խոստովանելը։ Այսինքն առանց մեղքի խոստովանության դու չես կարող ապաշխարության ճանապարհը անցնել։ Այսինքն, երբ որ մարդ ասում է ապաշխարում եմ, բայց իր հին մեղքերը իր վրա նստած են, ինքը չի կարող ազատվել այդ մեղքերից եւ քայլել դեպի փրկություն։ Ուրեմն շատ կարևոր է մեղքերի խոստովանությունը։ Այն ինչ որ մենք պատարագից առաջ մեղաները կարդում ենք, մեր մեղքերը թվարկում, սա ընդհանրական խոստովանություն է, բայց շատ կարևոր որ յուրաքանչյուր քրիստոնյա իր անհատական խոստովանահայրը ունենա։ Այսինքն ինչպես որ դու քո անհատական բժիշկն ունես, գնում ես քո բժիշկն, ասես կույրաղիկս ոնց է ցավում, ինչպես է ինքը քեզ բուժում է նշանակում, այնպես էլ մեղքը պիտի գնաս խոստովանես, ինչպես տեսել եք կաթոլիկ եկեղեցում նստում են պահարանի մեջ դեմքը չտեսնեն, մեր ուղղափառ եկեղեցիների մեջ առաքելական դեմ առ դեմ նստում են քահանան եւ հավատացյալը, խոստովանում են, որտեղ հիմքում ընկած է ամոթը, որպեսզի քո մեղքերը խոստովանես առանց ամանչելու, որովհետեւ ինչ որ քահանան լսում է, մոռանում է, գնում է։ Եվ քահանային տրված իշխանությամբ քեզ արձակում է կամ քեզ բուժում է նշանակում, որ ինչպես պիտի անցնես ապաշխարության ճանապարհը։ Դա կարող է լինել պայծողության միջոցով, կարող է լինել ծոմ պահելու, պարտադիր սուրբ գրքի եւ աղոթների ընթերցանություն, դետոնորդ մոտենալ սուրբ հաղորդության, որպեսզի ամբողջությամբ մաքրվես։ Ուրեմն նորից ապաշխարությունը մեկ անգամվա չէ, մեր ամբողջ կյանքի ընթացքում ինչքան որ մեղք գործեցիր, հասկացա որ սա մեղք է, դու պիտի այդ մեղքը խոստովանես քահանային, քո խոստովանահորը, որպեսզի ազատվես այդ մեղքի իշխանությունից։ Քահանան իրեն տրված իշխանությամբ քեզ արձակում է մեղքի գերությունից։ Սա կարևոր պայման է։ Երկրորդը սուրբ գրքի ամենօրյա ընթերցանություն։ Այսինքն մենք ինչ էլ ուտենք, չէ, մենք ամեն օր նույն ճաշերը չենք ուտում, չէ, բայց մենք ամեն օր հաց ուտում ենք, օգտագործում ենք։ Ուրեմն սուրբ գրքի ընթերցանությունը այդ ամենօրյա հացի պես դու պիտի ուտես։ Ուրեմն սուրբ հաղորդությունը երկու տեսակ է։ Բանավոր, այսինքն գրավոր խոսքը Աստծո եւ պատարագի մեջ Քրիստոսի մարմին այրունը։ Մեկով լցվում է, զորանում է, դեպ հավատքը սուրբ գիրքն ասում է լսելուց է զորանում եւ զորացած հավատքով մոտենում ես արդեն Քրիստոսին ես ճաշակում, որպեսզի դու այլևս մեղքի գերության մեջ չլինես։ Ուրեմն սուրբ գրքի ընթերցանություն, խոստովանություն եւ այս ճանապարհով քայլել դեպի քո կյանքի վերջին մինչեւ վարքյան այդ գիտակցությամբ պիտի ապրես։ Սա է ապաշխարության ճանապարհը։ Առանց մեղքի խոստովանության հնարավոր չէ։ Հիմա հարց պիտի առաջանա, ում պիտի խոստովանենք։ Շատերը շատերին ճանաչում են, գիտենք ինչպես այդպես է։ Դուք երբ որ գնում եք բժշկի մոտ, երբեք բժշկի բարոյական կյանքով չեք հետաքրքրվում։ Դուք գնում եք իր մոտ, իր մասնագիտական գիտելիքներից օգտվելու համար։ Երբ որ դու քահանային նայես իբրև սրբության միջոց, շատ շուտ կհիասթափվես։ Հոգևորականը ձերպես մարդ է եւ ինչպես Պողոս Արաքյալն է ասում, ինչու Աստված քահանայությունը չտվեց հրեշտակն, որովհետեւ հրեշտակները այնքան մաքուր են, որ չեն հանդուրժում մեղքը։ Տվեց մարդուն, որպեսզի մարդուն ճանաչելով, հասկանալով, իմանալով մարդուն այդ փրկության առաջնորդի։ Դրա համար Հիսուս ասում է, ինչ որ ձեզ կասեն քահանա լսեք, բայց իրենց սխալները դուք չգործեք։ Ընտրեմ, Աստված բարդ։ Ցանկացած հարց կարող եք տալ, սիրելի, մի ամաչեք։ Մայն հարցս որքան երևի շատ մարդիկ ինձ քննադատեն, բայց ես տարիքս փոքր չի, բայց Աստվածաշունչը չեմ կարողանում կարդամ։ Մի թերթը կարդում եմ, երկրորդ թերթը չեմ կարողանում, աչքերս փակվում են, քունա գալի վրայս ու չեմ կարողանում, շատ եմ ուզում։ Ես Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ կարդացած չկամ, որովհետև չեմ կարողանում։ Մենք եղել ենք Երուսաղեմում, մեր գիտը Հովհաննեսը շատ հիանալի, շատ սենց գերազանց, ասում էի ես հիացած եմ քո խոսալով Հովհաննես ջան, բայց իսկ այդտեղը չի մնում։
շատ լավ է բացատրում ամեն ինչը, բայց իմ ցանկությունն է, որ ես կարողանամ Աստվածաշունչը նման գրքեր ունենամ, ոնց որ ուրիշ գրքեր եմ կարդում, նույնիսկ եթե կարդամ մուկան, դա մոտ չկա։ Ուրեմն Սուրբ Գիրքը ուղղակի գիրք չի, որ ցանկացած բայ վերցնես ու կարդաս։ Նախ պիտի աղոթես Տիրոջին, ինչպես որ մենք աղոթեցինք, իմաստություն Հոր Հիսուս, տուր մեզ իմաստություն, որպեսզի դու հասկանաս այդ խոսքերը։ Փառք Աստծո, այսօր գիտություն այնքան առաջ է գնա, չես կարողանում կարդալ, YouTube-ը կամ որևէ ձայնագրություն միացրա, ամեն օր լսի։ Ուրեմն Սուրբ գրքի համար դու պետք է հստակ նորադարձ մարդու համար, ով ուզում է հոգևոր կյանքով ապրել, նախ պետք է հստակ քո ժամերը դնես։ Առավոտյան ժամը 7-ին ես աղոթում կամ 8-ին հստակ, ամեն օր պիտի անես, երեկոյան 10-ին ես աղոթում, հստակ պիտի լինի։ Այսինքն, եթե դու հստակ չպահեցիր այս ժամերը, չես կարող։ Ինչպես որ մարզիկը, թե ինքը հստակ իր մարզվելու ժամը չունենա, չմարզվի, ինքը երբեք չի հաղթելու։ Այնպես էլ քրիստոնյան, դու կարող ես անգամ ճաշ շեփելուց Աստծո խոսքը լսել։ Ձայնագրությունը միացրա, լսի։ Չես կարողանում կարդալ, լսի, լսելա պետք։ Ուրեմն պիտի լսես։ Դու քեզ պիտի լսես։ Հետո պետք չի Աստվածաշունչը դնել սովորական գրքի պես օրը 100 էջ կարդաս կամ 200 էջ կարդաս։ Օրը կարող ես 1 էջ կարդալ, բայց այդ 1 էջը ապրել քո կյանքի մեջ։ Այդ մեկը գործը։ Հիմա տես Հիսուս ասում է, այն ամեն ինչ որ կուզես մարդիկ քեզ համար անեն, նույնը դու արա նրանց համար։ Եթե ուզում ես մարդիկ քեզ սիրեն, գնահատեն, քեզ հարգեն, նույնը դու պիտի անես մարդկանց հանդեպ։ Այս պատվիրանը պահեցիր, շատ բան կսովորես։ Հիսուս ասում է սիրիր քո ընկերոջը ինչպես ինքդ քեզ ես սիրում։ Այնց ոնց է դու քեզ ես սիրում, քո ընկերոջը սիրես, չես խափի, չես գողանա, սուտ չես խոսի, շնություն չես անի։ Այսինքն այնպես կանես, որ ոնց որ քեզ չես ուզում ցավ պատճառ, այնպես դու ուրիշներին ցավ չես պատճառի։ Միջոցները շատ են լսելու։ Դրա համար նաև պետք է պատարագի ներկա լինել։ Այսինքն պատարագից չխուսափել, ասել չեմ հասկանում շատ բաներ։ Այսօր մի տող ես երգում, վաղը 5 տող կերկես։ Այսօր 5 տող ես երգում, վաղը ամբողջ պատարագ կերկես։ Քեզ համար հստակ ժամերը պիտի պահես։ Այսինքն չես կարող այսօր կարդալ, հետո 5 օր չբացել Աստվածաշունչը։ Ամեն օր դու այդ գիրքը պիտի ընթերցես։ Ասում եմ, ամեն օր արթնացար, ամենալավ օրինակն եմ ձեզ տալիս։ Քնից արթնացար, հագնվեցիր, մի էջ բացի, կարդա, այդ օրա փորձի կարդացած հետ ապրել։ Արեցիր, վաղը 2 էջ կկարդա, հետո 5, հետո մի օր կտեսնես առանց սուր գրքի ընկերության չես կարող ապրել։ Հստակ ուղղակի ժամեր պիտի ձմր, սա իմ ընթերցանության ժամն է։ Սա բարդ ընթացք է, Սուրբ Գիրք, որ դու ուզում ես Աստվածաշունչը կարդալ կամ աղոթել, սկսում ես հորանջել, քունը տատանում, զանգերը տեն շատանում, դուրդ 1000 անգամ մարդը կարող է ծեծել։ Սա սատանայի անտեսանելի պատերազմն է մարդու համար, բայց դու պետք է ասես, ինչ էլ որ լինի, ես պիտի իմ աղոթքը կատարեմ կամ իմ Սուրբ Գիրքը կարդամ։ Պահեցիր 10 օր հետո, մի ամիս հետո ամեն ինչ կհասկանաս, կլսես քո կյանքի մեջ։ Խնդրում։ Հաճա։ Իմ հարցը հետևյալն է, ուրեմն մարդը ամեն պահի մեղքի մեջ է, այդ դեպքում ինչպես հասկանալ, ես ապաշխարել եմ, ենթադրենք, որ ես մեղք գործեցի, որտեղ է սահմանը ապաշխարության եւ մեղքի դեպքում, ու ինչպես է ստացվում, եթե մարդ մեղքը գործում է ամեն վայրկյան չի կարող գնալ քահանայի հետ խոսել, որ իր մեղքերի թողություն տա։ Հասկացա։ Շնորհակալ եմ։ Ուրեմն մարդիկ կան, որ քիչ ծայրահեղություններ ունեն, ամեն ինչի մեջ մեղք են տեսնում։ Նույնիսկ ասենք, եթե 2 բաժակ կոլա է խմում, դրա մեջ էլ է մեղք տեսնում։ Ուրեմն ամեն ինչի մեջ պետք է նախ մեղք փնտրել։ Մեղք այսպես մարդը շնչելուց էլ, չէ, հոտով էլ դու կարող ես մեղք գործել։ Այստեղ խնդիրը հասկանալ դու այդ մեղքը ինչպես ես գործում կամ ինչը քեզ ստիպեց գործել եւ անդրադառնալ այդ մեղքի։ Հիմա տեսեք, մեղքի կարևոր պայմանը հասկանալ զղջումն է, չէ՞։ Օրինակ Հուդան զղջաց, որ Հիսուսին մատնել է, ճիշտ է, բայց չապաշխարեց։ Որը մարդիկ կան, որ գիտեն, որ սա մեղք է, զղջացին, որ սխալ են գործել։ Օրինակ ես վիրավորեցի ձեզ, հետո գնում եմ տուն, ասում եմ, բայց ինչու այդ բառը ասեցի, պետք չունեի։ Բայց երբ որ ես ձեզանից ներողություն չեմ խնդրել, իմ զղջում էլ իրական չի։ Այսինքն կարևորը քայլն է քո կատարած ապաշխարության։ Ուրեմն դա կարևոր գիտակցել հասկանալու համար։ Երկրորդ, մեր Եզնիկ Կողբացի Սուրբը 5-րդ դարում ինչ խոսք ունի, ասում է մեր բերանները հոտեցին պահք պահելուց, մեր շուրթերը ցավացին սաղմոսներ ասելուց, բայց մի պահ չդադարեցինք իրար միս ուտելուց։
Ուրեմն երբ որ մարդ ինքը պահք է պահում, բայց բամբասում է, այդ պահքը արժեք չունի։ Երբ որ մարդը սուրբ գիրք է կարդում, բայց սուտ է խոսում, այդ կարդացած արժեք չունի։ Դու պետք է հասկանաս մեղքը ում հանդեպ ես գործում։ Մեր բոլոր գործած մեղքերը Տիրոջ հանդեպ են։ Եվ դիմացի մարդ։ Ուրեմն կարող ես ամեն օր սխալ գործում, ամեն օր կարող ես խոսել քո քահանայի հետ։ Ամեն օր կարող ես խոսել։ Այո, մեղք կա, որ մարդը տարիներով չի կարողանում բուժել, մեղքեր կան, որ մեկ օրում է, չէ՞, որ ունեք հիմա հարբուխը մի քանի օր է տևում, կամ ասենք վիրահատությունը քեզ մի քանի օր, չէ, կամ մի քանի շաբաթ անկողնու մեջ է պահում, կամ ոտոդ կոտրվեց մի քանի ամիս չես կարողանում քայլել, պիտի սպասես։ Ուրեմն մեղքեր կան, Հիսուս օրինակը դրա ունի, որ կույրը երբ որ ասում է մոտեցա բժշկելու, հիշում եք, ասում է թքեց, ցեղ սարքեց, դրեց աչքերին, հետո ասեց շողոտ ինչ որ աղոտ բաներ եմ, հետո երկրորդ անգամ նոր բացվեց, ցույց տալու համար, որ կան մեղքեր, որ երկար ժամանակ են պահ։ Այ հայրերից մեկը ասում է 40 տարի պահանջով էր շնության մեղքից ազատվեմ։ 40 տարի ինքը պայքարեց այդ մեղքի դեմ։ Ուրեմն շատ կարող է քո պայքարը ինչքան կդիմանաս այդ պայքարի մեջ, որ մեղք չգործես։ Այ ամենա բանը որ կեղծավորության մեջ շատ շուտ մենք հայտնվում ենք, չէ՞, ինչու։ Երբ որ մարդիկ ուզում են քեզ այդպեսին տեսնել, դու դառնում ես այդպեսին, բայց դու այդպեսին չես իրական։ Օրինակ, ես շատ որտեղ մարդիկ ժպտում են, բայց ինքը չի ուզում ժպտա քեզ։ Բայց ուղղակի այդպես ասեմ, դի ժպտաս, չէ, աշխատատեղերը գնում ես, ժպտում են։ Բայց իրական ժպիտը այլ բան է, մարդը միանգամից գես, մարդը սիրով սպասում է քեզ։ Դրա համար Հիսուսը դուք պիտի երեխաների պես լինեք։ Այսինքն երեխան ինքը ոչ ողապահում, ոչ չարանում է, մի հատ համբուրում ես ինքս կի մոռ են ծեծել ես կամ անվատ բառս ասել իրեն։ Այնպես էլ քո հոգևոր կյանքի մեջ է, դու պիտի հասկանաս քո այս արածքը Տիրոջ ինչքանով ցավ պատճառեց։ Որպեսզի իմանաս, որ ամեն ինչի մեջ պետք չի մեղք փնտրել, այսինքն ջուր խմել, ուտելու մեջ մեղք փնտրել պետք չէ, քո բարերի մեջ պետք է, որտեղ ասում են ինչ որ դու ուտում ես, դա քեզ չի պղծում, այդ ինչ որ քո բերանից դուրս է գալիս, դա քեզ պղծում է, որտեղ քո սրտի ավերցուկից է դուրս գալիս։ Արդյոք միայն պատվիրանները պահելը բավարար է, որ մեղք չգործես։ Ոչ, գլխավորը սիրելն է։ Բոլոր պատվիրանների գլուխը սիրելն է։ Մարդը կարող է չխաբել, չգողանալ, սուտ չխոսել, սուտ վկայություն չանել, բայց ոչ մեկին չսիրել։ Օրինակ կան, ես ճանաչում եմ անհավատ մարդիկ, երբեմն մեր քրիստոնյաներից ինձանից շատ բարեպաշտ են, բայց իրենք Հիսուսին չեն հավատում։ Պիտի սիրես, կամ իրենք մարդկանց չեն սիրում, դա ցույց են տալիս մարդկանց համար։ Կամ բարեգործություն եմ, չէ, հազարավոր դոլարներ են բաժանում, բայց իրենք ցույց են տալիս իրենց փառքը փնտրելու համար։ Դա չի խոսում իրենց պատվերանապահության մասին։ Դրանք տարբեր բաներ են։ Դու պիտի սիրես, գլխավոր պատվիրանը սերն է։ Հիսուսը եթե դուք իրար սիրեք, բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք։ Եթե սիրենք իրար, կարողանանք սիրել։ Եթե չես սիրում, դժվար է շատ։ Դու չես կարող պատվիրանը պահել։ Դու հանուն ում պիտի ներես։ Ես քեզ նեղացրել եմ։ Դու ինձ ինչի պիտի ներես կամ հանուն ինչի պիտի ներես։ Հանուն Հիսուսի չէ՞ պիտի ներես։ Մարդկայնորեն չես կարող ինձ ներել։ Դու հանուն Հիսուսի պիտի սիրես Հիսուսին, այդ սիրով ինձ ներես։ Եթե ոչ, շատ դժվար է, չես կարող։ Հիսուս ինձ ինչքան է ներում, չէ՞, ինչքան եմ խոստացել, որ ավելի լավը կլինեմ ու չեմ եղել։ Քանի անգամ ասում որ ես երեկվա մարդը չեմ լինելու կամ այս սխալը չեմ անելու, արել եմ։ Հիսուս ինձ ներել է։ Ուրեմն դու էլ պիտի ներել կարողանաս, որտեղ սիրելուց էլ բխում է ներել։ Եթե այս երկուսը ունեցար, մնացած ամեն բան քո կյանքում շատ հեշտությամբ կտրվի։ Դժվար է այս սիրելու մեջը։ Մենք սերը սահմանափակել ենք մեզ համար, մեր մտերիմների, հարազատների համար ու վախենում ենք դուրս գալ այդ սահմաններից։ Իսկ երբ որ դու սիրում ես, սերը սահմաններ չունի, սերը չի չափում, աղքատի անուն ազգանունը չի հարցնում, հետո նոր օգնում։ Դու ուղղակի անում ես Տիրոջ համար, որովհետև Տիրոջ անունով ես այդ անում։ Հիսուսը ինչ որ դուք անեք մեկի համար, իմացեք ինձ համար եք արել։ Մայր Թերեզան ասում էր, երբ որ ես բորոտի ոտքերը լվանում եմ, ես վստահ եմ, որ Հիսուսի ոտքերն եմ լվանում։ Այս զգացողությամբ էր ինքը մոտենում աղքատին։ Եվ այստեղ արդեն դու չես մտածում մեղքի մասին, դու մտածում ես բարիքի մասին։ Իսկ երբ որ մտածում ես, ելեն արդեն քո կյանքի մեջ չկա։ Մարդը երբ է մեղք կոնում, պարապ է մնում, չէ՞։
բան չունի անելու, զանգում է մեկին, հեռախոսով, բա իմացար ինչ եղավ, բա իմացար էս էլ ինչ արեց, ու ասես ժամերով գնաց մեղքը։ Մի քանի ժամ, բամբասանքից հետևից բերում է ու քեզ տանում է։ Այս բոլորիս կյանքում էլ այդպես ասացա բան։ Մի քիչ առաջ խոսացիք գնուկի մասին։ Ուրեմն Հիսուս Քրիստոսը որ կնկվել է, ինքը չէ՞ որ մեղք չուներ, իմաստել որ նա Հիսուս այո, մեղք չուներ եւ ինքը կարիք չուներ, որտեղ Հովանես Մկրտիչը ինչ մկրտություն էր անում մեղքերի թողության համար, չէ՞։ Հիսուսը ով էր։ Ինքը ամբողջ օրենքների հաստատողն էր, չէ՞։ Այսինքն օրենքը ինքն էր դրել եւ ինքը եկավ օրենքը կատարեց, ասում է, չէ, ես չեկա օրենքը ջնջելու, այլ եկա լրացնելու, ցույց տալու որ ինքը օրենքը դրել է, ինքը նաեւ այդ օրենքը պահում է։ Ինչպես մենք օրենքներ սահմանում ենք, բայց առաջին խախտողները մենք ենք։ Հիսուս եկավ առաջին օրենքը երբ կատարվեց Հիսուսի կյանքի մեջ, երբ որ 8 օրեկանում թլպատեցին, չէ՞, ինքը կարիք չուներ դրա, բայց թլպատվեց ցույց տալու համար, որ նախ առաջին ցավը կրեց մարդկանց համար, երկրորդ ինքը հաղորդակից է մեզ հետ նույնացել է, եւ երրորդ սա միջոցն է Աստծո օրենքը պահելու, պահպանելու։ Դրա համար նաեւ եկավ Հիսուս Հովանես Մկրտչի մոտ, Հովանես ինչ ասաց, որ ես պիտի գամ քո մոտ մկրտել, դու ինչու ես եկել ինձ մոտ, ասում է թող ասում է Տիրոջ կամքը կատարենք։ Այսինքն Աստված ցույց է տալիս, որ իր հաստատած օրենքները ինքը ոչ միայն պահանջում է, այլև պահում է եւ կատարում է։ Ինքը կարիք չուներ մկրտության։ Մեզ ցույց տվեց օրինակ, այն որ մարդիկ կան, ասում են, ես կարիք չունեմ եկեղեցի գնալու, ես մեր տանն եմ աղոթում։ Չէ, մենք կարիք ունենք, որովհետեւ Քրիստոս միայն եկեղեցում է պատարակում, մեր տան մեջ պատարակ չկա։ Հիսուս ինչ էր անում, ամեն շաբաթ ասում է, իր սովորության համաձայն գնում էր աղոթարան, գնում էր ժողովատեղի, ամեն շաբաթ, այսինքն եթե Հիսուս այսօր երկրել ուներ, ինքը ամեն կիրակի գալու էր պատարակի։ Չէր ասելու ես կարիք չունեմ, որովհետև ինքն էր հաստատել, ինքն էլ այդ օրենքները պահում ու պահպանում էր։ Դրա համար ինքը գնաց Հովանեսի մոտ մկրտության։ Եվ այդտեղ ինչ տեղի ունեցավ, առաջին անգամ Սուրբ Երրորդությունը հայտնվեց մարդկանց։ Որդին մկրտվեց, հայրը երկնքից վկայեց, որ դա այն որդին է, Սուրբ Հոգին էլ աղավնակերպ իջավ նրա։ Սա յուր Սուրբ Երրորդությունը առաջին անգամ տեսանելի ձևով հայտնվեց մարդկությանը։ Ասեք։ Ես ասեք։ Ասենք որ տարիքից սկսած մեղքը համարվում է մեղք ու ասենք այդ տարիքից սկսած հարկավոր է ասենք անհատական ապաշխարություն։ Ընդհանրապես մինչև 8 տարեկանն են համարում, որ երեխան ինչ որ գործում է, չգիտակցված է անում։ Դրանից հետո երեխան ինչ որ անում է, արդեն գիտակցաբար է անում։ Դրա համար, այսինքն դու ինչքան որ հիշում ես հետ, օրինակ, երբ որ մարդը պիտի առաջին անգամ գա խոստովանության, որտեղ մի բառ խոսում են ու հուզվում են արդեն։ Ես ասում եմ ձեր մոտ գրեք, նշումներ արեք, ինչքան կհիշեք, ինչքան հետ կգնաք, մինչև 10 տարեկան, 12 տարեկան, օրինակ աղա ես սուտ եմ խոսել այն ժամանակ, իմացել եմ դա ճիշտ է, կամ ամենավատ օրինակը բերեմ, մեր հայրերը, հորեղբայրները, պապերը ինչ էին անում տղա երեխեքին, հայոյանք էին սովորեցնում, ու ծիծաղում են, ուրախանում էին։ Դա մեղք է։ Այսինքն, երբ որ արել ես դա, չես իմացել, բայց հիշում ես, որ արել ես, ուրեմն պիտի հիշես այդ մեղքը, ասած, որ հայոյել եմ, այս մեղքը գործել եմ, այս տարիքում սա եմ արել։ Այսինքն, բառացի պետք չի ամեն բան մանրամասն նկարագրել քահանային։ Բայց երբ որ երեխային էլ փոքրից սովորեցնեք, օրինակ 10 տարեկանում գնա խոստովանության ինքը վարժվի, ինքը կամած կիմանա այդ ամեն ինչը։ Հետո որ դու մեծանում ես, հասուն տարիքի ես, օրինակ հատկապես կանայք շատ են դժվարանում, վախենում են խոստովանել։ Օրինակ վերջերս մի մայրիկ էր եկել, նստեց դռան անկյունը, ասես Տեր հայր, ասեմ ու փախնեմ, էլի, թե չէ դուք ինձանից կհիասթափեք։ Ուրեմն տեսեք, Տեր հայրը չի կարող հիասթափել, հակառակ ավելի շատ պիտի սիրի այդ մարդուն։ Որովհետև ես էլ եմ ժամանակին սուտել եմ խոսել, խաբել եմ, չեմ իմացել, հայոյել եմ, ես չեմ հասկանում դա մեղք է։ Որովհետև մեր շրջապատը բոլորն անում են, այ ամենաթարմ օրինակը բերեմ, այսօր Փարիզում ռուսական եկեղեցի կար, շատ շքեղ, ես մտա աղոթք արեցի, դուրս եկա, երկու աշխատողները դռան մուտքի մոտ հայեր էին։ Ամենաայլանդակ հայոյանքով եկեղեցում դռան մոտ խոսում էին։ Ես այդպիսի հայոյանք ամենալկտի միջավայրում անգամ չեմ լսել։ Եկեղեցում աշխատող
հայերենով էին խոսում, որ ոչ մեկ չհասկանի, ես ցայն չանց որ հայ եմ, ամենաայլանդակ հայոյանքներով իրար հետ խոսում էին, ինչ որ պատմություն էին պատմում։ Տեսեք, ամենապարզ օրինակն է սա։ Եկեղեցուն։ Չէ, մարդը, երբ որ տարիներով այնտեղ աշխատել է ու չի հասկացել, 10 անգամ էլ ասես չի հասկանում, որտեղ ինքը համար եկեղեցի ինքը գործի տեղ է, սրբավայր չէ, աղոթքի տեղ չէ, փրկության վայր չէ։ Ուրեմն այդ սա կարևոր է գիտակցել, որ դու այդ ինչ որ արել ես, ինչ է քո հոգուն վնասել եւ անդրադառնաս ու խոստովանություն անես։ Ասես։ Տեղեր կա, որ դու լուր մնաս։ Ամեն տեղ չի, որ պիտի խոս։ Երբ որ պիտի խոսես մարդը հակառակվի քո այդ վիճաբանի, լավ այդ բան լուր անցնել։ Պետք չի որ ամեն անգամ նկատողություն անել մարդուն։ Որ երբ որ դու մարդուն բարկության ժամանակ նկատողություն անես, ինքը կարող է հարձակվել քո վրա։ Եթե տեսնես այդ մարդը պատրաստ է քո խոսքը ընդունել, նոր այդ պահին ասել։ Իսկ գուցե 5 օր հետո տեսնես ասես, այդ մարդը հասկանա։ Այ հաջորդ անգամ առիթ ունենամ գնամ այնտեղ լինի, կասեմ հիշում ես անցյալ անգամ հայոյանքով մի խոսա չի կարող։ Այսօր պետք չէր ասել իրեն այդ ամենը։ Դրա համար է ձայն չհանեցի։ Հայ ջան։ Ասեք, ոչինչ։ Մարտիկան Չէ։ Երևի մարտիկան այդ նույն ասենք հիմնական հարց ասենք հիմնական մեր հայկական եկեղեցի ես մտնում եմ ասենք հիմնական եկեղեցի ասենք մի անգամ ոնց ասում սիրտս լսում է անկախ ինձից ասենք լացում է ասենք պահում եմ մի քիչ Բայց ամենայն դեպս, էլի, ասենք կապ չունի մեծ եկեղեցի, ասենք պատարակրնի, ասենք օրինակ այս տարի գնացել եմ, փոքր մատուր է, էլի 5 մատուր ասենք, Չավարի անել։ Էլի նույն պատմություն։ Լավ։ Ուրեմն ամենաթանկ բան Աստծո համար ի՞նչն է։ Ամենաթանկ բան Աստծո համար ի՞նչն է։ Ապաշխարող մարդու արդյունքը։ Այդ հոգիտ է լացում, որ ասում է իմ մասին էլ մի քիչ մտածի։ Հա, կարա չէ, այդ դա է։ Երբ որ մարդ, չեմ ուզում ցավոք։ Երբ որ մարդը մտնում է եկեղեցի, ինքը պետք է ապրում ունենա, ասենք դու մտնում ես սրբության մեջ։ Երբ որ դու պատրաստ ես, օրինակ, երբ որ դու այսօր գնաս այս քաղաքի քաղաքապետի մոտ հանդիպան, ինչ պիտի անես։ Ամենալավ պատշաճ հագուսը չէ, պիտի հագնես։ Պիտի մտածես ինչ ես խոսելու, բառդ ինչպես պիտի ասես, որպեսզի պատշաճ լինի ամեն։ Երբ որ դու եկեղեցի ես գնում ուղակի իմիջիալոց մտնում ես, չէ, պետք է պատրաստ մտնես։ Այսինքն ես ինչ եմ տեսնում մեր եկեղեցիում, որ շատերը մտնում են մի վայրկյանով, եթե մոմ վառելը չլինի, կարող է 30 վայրկյան էլ ներսում չլինի։ Ուրեմն մարդը գալիս է եկեղեցին ինչ որ մաքրվելու համար։ Այսինքն այդ արդյունքը որ գալիս է, օրինակ սկիհի մեջ որ քահանան գինի է, չէ՞ լցնում։ Սուրբերն ասում պետք է այնքան լցնի, ինչքան որ արդյունք կարող ես թափել։ Քո արդյունքների չափով պետք է գինին լցնես, ինչքան պատրաստ ես Տիրոջ համար լացել։ Ուրեմն արդյունքը լացը բերում է քեզ այդ ապաշխարությանը։ Քո հոգին տառապանք ունի, դու չէ հոգին էլ չէ մրսում, ցավ ապրում, տխրում, ինչի համար, մեր մեղքի համար, մեր սխալ ընթացքի համար։ Մենք կարող ենք մեզ թվալ մենք ճիշտ ենք անում մեր գործողությունները։ Մեզ կարող է այդպես թվալ, որ մենք ճիշտ ասեցինք, որ ասում եմ, չէ, երեսին ինչ կար ասեցի, ուրեմն պետք է ամեն անգամ երեսին ինչ պետք է ասես։ Դու եթե անում ես այդ մարդուն նվաստացնելու համար, արդեն սխալ է։ Եթե անում ես այդ մարդու փրկության համար, դարձի համար, այո, պետք է խոսել իր հետ, բայց իսկ նախ առանձին պիտի խոսես։ Եթե քեզ չլսի, ասում է, ընկերոջդ կանչ իրար հետ խոսիր։ Եթե ձեզ էլ չլսի, բերեք եկեղեցում խոսեք։ Եթե չլսին, որ ասում է, թող այդ մարդուն։ Ուրեմն երբ որ դու գալիս ես եկեղեցի, հոգին ասում է, ինձ էլ սիրել, ինձ էլ ուշադրություն դարձրու։ Նորից կարող է դու աղոթում ես ամեն օր, բայց քո հոգում այդ ամեն օր աղոթքը քիչ լինի, 1 րոպեն, 10 րոպե քեզանից պահանջում, 1 ժամ է պատրաստում։ Վերջին անգամ երբ ես հաղորդվել։
Այսօր դժվար հաղորդված լինի։ Չէ։ Քրիստոսի մարմին ու այրունը։ Քրիստոսի մարմին ու այրունը երբ ես ճաշակել։ Չէ, երբ ես ճաշակել։ Հիմա տես։ Կիրակին դու ամեն կիրակի պիտի պատրաստ լինես ճաշակելու, ասեն գազ Քրիստոսի։ Երբ որ դու չես պատրաստվում, նշանակում է դու այդ հանդիպման իմիջիալոց ես գալիս, չէ, իմիջիալոց ես գալիս այդ հաղորդման, այդ պատարագին։ Այսինքն դու երկու շաբթի արդեն մտքիդ մեջ դնես, որ ես կիրակի Քրիստոսի հետ հանդիպման եմ ու պատրաստվես մարմնով, մտքով, հոգով, ձեռքերով, աչքերով, սրտով, բերանով, սաղ պիտի պատրաստվես, որ մոտենաս Քրիստոսին։ Պատրաստված մոտեցար, խաղաղությունը կիշնի քո մեջ, այդ խաղաղությունը պիտի գտնես քո մեջ։ Եթե չգտար, միշտ քեզ պիտի հիշեցնի հոգիդ ու լացացնի քեզ, որ ես դա եմ ուզում քեզանից, ինձ սիրի մի քիչ։ Հա։ Ներողություն, բայց արևելություն ունենամ քիչն։ Ուրեմն երբ պետք է ճշմարտապես կամ եւ ապաշխարը։ Երբ պետք է ճշմարտապես կամ եւ ապաշխարը։ Երբ որ պատրաստ զգաս քեզ։ Երբ որ պատրաստ կլինես քո մեղքը վստահելու։ Օրինակ ես սովոր պիտի գան, միշտ հարցնում եմ, խոստովանից հետո ինձ հետո չեք ատելու։ Ասում խոստովանվելուց հետո ինձ հանկարծ չեք չատեք, էլի, այսինքն պիտի հասկանաս նաև դա։ Որովհետև ինչ որ դու գիտես քո մասին, պիտի պատմես քո քահանային։ Հետո այդ փորձությունը սկսվում է, որ սատանան ասում է ինչու գնացիր, պատմեցիր։ Երբ որ պատրաստ ես խոստովանես ու ապրես, այդ ժամանակ էլ արագ է։ Ասա։ Մի քանի հարցեր ունեմ, բայց խոստովանությունից հենց առաջին օրինակը երբ որ տենում ենք, երբ որ Աստված Ադամին եւ Եվային է հետո արծում, այսինքն անհատական խոստովանություն է վերում, հետո մեր եկեղեցին ընդունեց ընտանեկան խոստովանություն։ Ինչ պայմաններով է եղել, գիտենք, բայց այսօր տեսնում ենք, որ այդ ընտանեկան խոստովանությունը չի արտարացնում իրեն։ Ինչ գործեր արձանագրում դա հիմնովին փոխելու եւ մարդկանց բերելու անհատական խոստովանության։ Եվ երկրորդ հարցը խոստովանության համար, եթե ունենք խոստովանահայր, բայց շատ հեռու է, այսօր ասենք վիճակի չենք, հնարավորություն չկա այդքան թեկուս տարի մեկ, թեկուս մի քանի տարի մեկ գնալ խոստովանել։ Ինչ հաճախականության մարդը պետք է խոստովանի եւ ինչ հաճախականության, եթե չի խոստովանել, արդյոք իրավունք ունի դա հաղորդելու։ Եթե ինքը իր մեջ զգում է, որ մեղ գործել է, որի կարիքը կա, արդեն պետք է խոստովանի։ Բայց հնարավորությունը չկա։ Եվ շնորհակալ եմ։ Ուրեմն, երբ որ Աստված Ադամին ու Եվային կանչեց, սիրելիներ, հիշում եք, Աստված Ադամին հարցրեց. Ադամ, արդյոք կերար պտուղը։ Ադամը ինչ պատասխանեց։ Ասեց ես չէի, դու էիր մեղավոր, եթե Եվային չտայիր, չէի ճաշել։ Ուրեմն Աստված հարցրեց Ադամին, որ Ադամը խոստովանի, Ադամը իր մեղքը բարձեց Աստծո վրա, որ դու ես Եվային։ Եվային հարցրեց. Եվա դու ինչու կերար։ Ասեց ես չէի, օծն էր։ Ուրեմն մենք բոլորս սերսներ, մենք մանկուց հակված ենք ինքներս մեզ արդարացնելու, չէ՞։ Որ ընկերներս համոզեցին, տղաներ, այ ընկերներս այն գնանք ծխելու, գնացինք ծխեցինք, գնացինք խմեցինք, ամոթա ինչու չես ծխում, անում ենք, հետո ասում ենք դե մենք չէինք, կամ ամենագլխավոր մի բան, ասում ենք սատանան ասեց։ Ուրեմն ամեն բան չի, որ սատանան, նախ սատանան մեզ չի ստիպում, սատանան մեզ առաջարկում է, անողը մենք ենք, ինչպես որ մենյուն վերցնում եք ռեստորանում, որոշում եք ինչ պիտի ուտեք, այնպես էլ դուք եք որոշում, ուրեմն մեղք գործելը ընտրության հարց է։
ինչ չափով ես դու այդ մեղքը գործում։ Քեզ ոչ ոք չի կարող ստիպել։ Ում անհատական խոստովանություն ինչու փոխվեց ընդհանրականը դրվեց եկեղեցուն, Սերգեյ ջան։ Գիտեք, ժամանակին բոլոր իշխանությունները բոլոր ժամանակներում եղել են կանոնը ստիպել են, որպեսզի մարդկանց խոստովանություններ իմանան եւ այդ մարդկանց տանան դատապարտեն, ձերբակալեն։ Եկեղեցին մշակեց այդ ընդհանրական խոստովանության ձևը, այլ ընտրանք տվեց մարդկանց, ինչպես որ ամեն Կիրակի խոստովան ընդհանուր մենք ընթերցում ենք, մեղաները ասում ենք։ Բայց մարդը միշտ կարիք ունի իր անհատական խոստովանահոր։ Մենք ունենք այդպիսի դեպքեր շատ, հիմա խոստովանահայերը օտար երկրում է, խոստովանահոր թույլտվությամբ, օրինակ ասում է կգնաս այս քահանայի մոտ կխոստովանես իմ բացակայության ժամանակ, մինչև կվերադառնամ։ Սա հարցի մեկ լուծումն է, Սերգեյ ջան։ Այդ մեղքը այսօր էլի թույլ է տալիս, հնարավորություն է տալիս գիտությունը, թեկուզ հեռախոսով խոսել քո խոստովանահոր հետ, ինքը քեզ ասի ինչ պիտի անես։ Մենք շատ այդպիսի մարդիկ ունեմ, որ ասում են կգնաք Տեր հայրի մոտ, կասեք իրեն, մեր անունից կխոստովանեք մեղքը, կմոտենաք հաղորդության։ Գալիս է մարդը իմ խոստովանազավակը չէ, հայր այս ինչինն է, կամ հայր Մաղաքյանը որ կասի Հայաստանում կգնաս կմոտենաս Տեր Շավարշին, ես հեռու եմ։ Գալիս է ինձ մոտ։ Այս լուծում այս ճանապարհով կարող են գտնել։ Այլ հարցը որ կարող այդ մարդը չուզանար գնալ այդ մարդու մոտ, այդ դեպքում էլ արդեն խոստովանար ինքը որոշում կգամ, ինքը կասի հեռախոսով ինձ ասա կգնաս ընդհանուր մեղքերին խոստովանություն կտաս, լինում են դեպքեր, որ զանգում Տեր այսօր այսինչ մեղքը գործել եմ, լսում եմ, ասում եմ դե վաղը կգնաս պատարագի, Հայր Սուրբը քեզ մեղքերին թողություն կտա, որ հեռախոսով ես չասեմ այդ ամենը, կմոտենաս Սուրբ հաղորդության կամ ասում եմ մեկ ամիս չմոտենաս Սուրբ հաղորդության։ Օրինակ ես որ հեռու չգնամ, իմ աղջկան մինչև Սուրբ Ծնունդ ես զրկել եմ հաղորդությունից։ Ասա Երեքատ հարցում եմ, ապաշխարությունը միայն պետք է արվի քահանայի մոտ, թե կարող է արվի սրբազանի մոտ կամ սուրբ խոստովան հայրը կարող ունել քահանա, վարդապետ, եպիսկոպոս, դու ես ընտրում, հա, դու ես ընտրում։ Երկրորդ հարցը, մենք ունենք այսքան ասած հոգևորականներ, ինձ նկատի ունեմ, սուրբ խոսք կամ ավետարչական, 50-ական, Եհովա, հիմա այդ մարդիկ, հարցը երրորդ, դուս են եկել հիմնականում մեր առաքելական եկեղեցու դեմ, վերջնացնով, ինչպես կբացատրեք, եթե ցանկանում եք պատասխանել։ Հա, չէ, ուրեմն բոլոր ժամանակներում եղել են մարդիկ, ովքեր շեղվել են ճշմարտությունից։ Հենց առաքելական շրջանում, երբ որ կարդաք Գաղատացիների նամակը, Պողոս առաքյալն ասում է, ով ձեզ այլ ավետարան քարոզեց, մեր քարոզած ավետարանից դուրս։ Ասում է, անգամ հրեշտակները չեն կարող փոխել այն ավետարանը, որ մենք քարոզեցինք։ Եվ երբ որ կարդում ենք Տիմոթեոսի նամակ, ասում է, այսինչ մարդիկ հեռացան ճշմարտությունից, շեղվեցին եւ իրենք դուրս են մեզանից։ Հովհաննես առաքյալն ասում է, մեր հետ էին, մեզանից դուրս եկան, բայց մեզ հետ կապ չունեն։ Ինչ կարող է լինել, սիրելիներ։ Մարդը կարող է շատ ճիշտ սկսել իր հավատքը, այդ դրա մեջ ապրել, հետո ինչ մարդկային գործոններ, ցանկություններ մարդուն կարող են շեղել ճշմարտություն։ Այ օրինակ, Յովայի վկաների նախասկիզբը որտեղ է։ 4-րդ դար։ Երբ որ Արիոս անունով մի քահանա, որ օծված քահանա էր, Ալեքսանդրիայում, Եգիպտոսում կանգնեց ասեց, որ Հիսուսը Աստված չէ, արարած է։ Աստված իրեն ստեղծել է, ինքը մարդ է, ինքը Աստված չէ։ Եվ մեծ գայթակղություն ընկավ եկեղեցու մեջ եւ եկեղեցին ստիպված 325 թվականին ժողով գումարեց, ասել որ Հիսուսը կատարյալ Աստված է, հորից փոքր չէ, մեծ չէ, հավասար է։ Այսինքն մարդկային գործոնը միտքը կարող է սատանան օգտագործել մարդուն բերել շեղումների։ Կամ օրինակի համար առաջին ժողով որ գումարվեց 49 թվականին Երուսաղեմում առաքելական ժողովն էր, որ նորադարձ քրիստոնյաներին թլպատեն, թե չթլպատեն։ Որովհետև ասում են, որ պետք է հрьяաներ ասում են, եթե ճիշտ է դուք քրիստոնյա եք դարձել, բայց պետք է հрьяական այս օրենքները պահեք, որ փրկվեք։ Եվ ժողով գումարվեց, ասում որ կարիք չունի քրիստոնյան թլպատվելու կամ հрьяական օրենքները պահելու համար։ Հիմա բոլոր ժամանակներ կլինեն մարդիկ, դեռ շատ կլինեն, որ կգան ավետարանի անունից, կնենգափոխեն եւ մարդկանց կշեղեն։ Սատանան հոմյան այսպես բացայ չի գալիս, ասում, գիտես ինչ, ինձ պիտի հավատաս կամ պիտի մեղք գործես։ Ճշմարտությունից շեղելն իր գործն է։ Դա կլինի հոգևորական, կլինի վարդապետ, կլինի եպիսկոպոս, կլինի սովորական քարոզիչ, ինքը կարող է շատ հեշտությամբ շեղվել։ Սրանք Էջմիածնի դեմ դուրս եկած բան չեն, սա Քրիստոսի դեմ դուրս գալ է։
բոլոր ազգերի մեջ, ժողովուրդների մեջ կան, տեսեք, մինչև 4-րդ, 5-րդ դար չկար եկեղեցի, կաթոլիկ, ուղղափառ, առաքելական, կար մեկ եկեղեցի, Քրիստոսի եկեղեցի։ Հետո հարցեր եղան, բաժանումներ, բաժանվեցին մի հատ այդտեղ, հետո եկան 1054 թվականին մի հատ էլ բաժանվեցին, սա կոչվեց կաթոլիկ եկեղեցի, սա կոչվեց ուղղափառ եկեղեցի, մի հատ էլ եկան հասան 16-րդ դար Մարտին Լյութեր, մի հատ էլ կոչվեց բողոքական եկեղեցի։ Հետո ծնվեց ավետարանական, հետո արդեն բոլոր տեսակի Եհովայի վկաներ, ադվենտիստներ, մորմոններ, չգիտեմ, այսպես, ինչու որտեվ մարդիկ նաև հոգևոր խոսքի մեջ շահ տեսան։ Ասում է իրենց որովայն է, իրենց Աստված իրենց որովայն է, այսինքն Աստծո խոսք քարոզելով նաև դրամ շահելու նպատակ կա եւ մարդկանց մոլորեցնելու նպատակ կա։ Սատանան էլ այդ սերմերը ցանում է եւ ամեն տեսակի գայթակղություններ բերում է մեր կյանքի մեջ։ Եվ Սուրբ գրքով, տեսեք Սուրբ գրքի մի օրինակ բերեմ, Հիսուս ինչ ասում խաչված օրինակին, ավազակին, ճշմարիտ եմ ասում, այսօր ինձ հետ դրախտում կլինես։ Հենց այդ օրը գնաց դրախտ ավազակը։ Եհովայի վկաներ ասում են ճշմարիտ քեզ այսօր ստորակ է, մի օր ինձ հետ դրախտում կլինես։ Ամբողջ աստվածաբանությունը փոխվեց։ Հիսուսի ամբողջ խոսքը ձևափոխվեց։ Ուրեմն այսպիսի մարդիկ պիտի լինեն բոլոր ժամ։ Դրա համար երբ որ դու քո եկեղեցու մեջ լինես միշտ, քո հոգևոր առաջնորդին լսես, իր խոսքը, հարցերդ միշտ իրեն տաս, դու կմնաս այդ սահմանների մեջ։ Ամենաերկրորդ պարզ օրինակը, որ մեզ մեղադրում է, ասում են Հիսուսը մատաղ եղել, դուք մատաղ եք անում։ Առանց հասկանալու թե ինչ ենք ասում մենք։ Հիսուս ասում է, որ հաց կպատրաստես, ճաշ կեփես, չկանչես քո հարուստ հարևաններին, բարեկամներին, ծանոթներին, որ փոխարեն իրենք էլ քեզ կանչեն, այլ կանչիր կաղերին, կույրերին, խուլերին, այս մարդկանց, որ քեզ ոչինչ չունեն տալու եւ փոխարենը դու Աստծուց կստանաս։ Մենք դրա համար այդ միսը եփում ենք, բաժանում ենք կարիքավոր մարդկանց, դա զոհաբերություն չէ եւ մեր մեղքերի թողության համար չէ։ Սխալ ընկալումով մարդը ասում է, տեսեք, բանը գրքից դուրս դուք ինչ որ բաներ եք անում։ Որովհետև ես անում չեմ տալիս մեր հայ սուրբերից, գնում է ավետարչականների մոտ եւ իրենց ընդունում է որպես քույր կամ եկեղեցի։ Մեր քույր եկեղեցիները Ղպտի եկեղեցին, Եթովպական եկեղեցին, Հնդիկ Մալաբար եւ Ասորի եկեղեցին։ 5 եկեղեցիներ, որոնք կոչվում են արևելյան ուղղափառ եկեղեցիներ։ Սրանք են մեր քույր եկեղեցիները։ Դավանակից, որ եթե հայ եկեղեցի չլինի, այս մյուս 4 եկեղեցիում կարող ես գնալ պատարագի մասնակցել եւ սուրբ հաղորդություն ստանալ։ Մենք սուրբ հաղորդության մեջ ենք իրենց հետ։ Հաճա։ Երկու հարց։ Երբ որ ասում ենք պետք է սիրես բոլորին։ Եվ հետո Քրիստոս ասում է, եթե աչքդ քեզ գայթակղեցնում է, համի եւ անձնացի կամ ինչ-որ մի անգամ քեզ գայթակղեցնում է փրկիր այն։ Այսինքն դա կարող է հասկանալ եւ ուղի իմաստով եւ փոխաբերական իմաստով, դե հիմնականում փոխաբերական իմաստով, այսինքն աչքը կամ ձեռը կամ ինչ-որ մի անգամ ով դա մեր հարազատությունում է շրջապատող մարդիկ, այսինքն եթե քեզ գայթակղեցնում են, քեզ մեղքի են տանում, կտրիր դեն գցիր։ Արդյոք այս երկու պատվիրանները չեն հակասում իրար։ Արդյոք պետք է սիրենք, բայց հեռացնենք մեզանից։ Արդյոք դա չի դիտվի որպես ոնց ասեմ, թշնաման։ Հասկացա։ Այստեղ Հիսուսի հիմնական խոսքը այս հարցին դուր։ Մյուս հարցը եկեղեցիներին է վերաբերում, ուղղափառ մեր քույր եկեղեցիներին կամ ուղղափառ տիեզերական ժողովներից հետո, բաժանումներից հետո արդեն կան մեր հարազատ ուղղափառ քույր եկեղեցիները եւ կան հույն ռուս մյուս եկեղեցիները։ Չնայած դրա այդ եկեղեցիներն էլ իրենց մեջ արդեն հակասություն ունեն։ Մենք նզովում ենք քարքեդոնականներին, քարքեդոնականները նզովում են մեզ, մյուսը մյուսին։ Որտե՞ղ ապրեցությունը։ Հասկացանք։ Առաջինը, Սերգեյ ջան, Հիսուս ինչ է, որ ասում է կտրիր քեզանից, դա խոսքը կոնկրետ մարդկանց մասին է, աչքը հանելու կամ մեր ձեռքը կտրելու մասին չէ։ Այն մարդը, այսինքն ընկերդ, բարեկամդ, նույնիսկ տան անդամը, այսինքն երբ որ քեզ խանգարում է քո փրկության համար, ասում է, իրան քեզանից հեռու պահիր, չի ասում անտեսիր կամ մերժիր կամ մատիր։ Դու կարող ես այս մարդու համար ամեն օր աղոթել իր փրկության համար, բայց թույլ չտալ, որ ինքը գա քեզ հետ հոգևոր
հարցերի շուրջ խոսի կամ ասի այս սա պիտի անես կամ այսպես պիտի անես։ Կան մարդիկ, որոնք միշտ հակառակության ոգով է մեր հետ, չէ՞, խոսում։ Եկա ինչքան իրենց ասես, չասես, իրենց նպատակը քեզ հակառակվելն է։ Ասում ես այս բան այսպես, չէ, ես այսպես եմ ուզում անել։ Եթե մարդը համառում է իր սխալի մեջ մնում է, ասում է հեռու պայր քեզանից այդ մարդուն։ Մի թող։ Օրինակ, երբ որ ինձ գալիս են, ասում են, այս հարցի շուրջ, ասում եմ, մեկ հարց ունեմ։ Նպատակը ինձ հակառակվելն է, թե ճշմարտություն իմանալը կամ միասին գանք ընդհանուր հետ։ Թե ուզում ես իր հետ վիճենք, անիմաստ է մեր զրույցը։ Այսինքն սահմանափակում է, բայց այդ մարդու համար պիտի աղոթես։ Հիմա մարդը ինքը գողությունը կամ սուտ խոսելու սովորություն ունի։ Եթե ինքը անընդհատ գա եկեղեցի մեջ սուտ խոսի, ուրեմն իրեն պիտի սահմանափակես, որ մարդկանց գայթակղության պատճառ չէ, բայց իր համար պիտի աղոթես ու ցավ ապրես։ Պարզ օրինակը բերեմ։ Մի օր մեկը 3 վանականի շատ սարսափելի հայոյանքներ է տալիս։ Առաջին ասում է ուզեցավ գնա գլուխը ջարդի, ասում է հետո հիշեց, որ կզրկվի աստծորտնությունից, ոչինչ չարեց։ Երկրորդը շատ ուրախացավ, որ իր համար այդպիսի անհարգանք եղավ Քրիստոսի անվան համար, բայց շատ տխրեց նրա համար, իսկ երրորդը ասում է լաց եղավ, որովհետև մտածեց, հասկացավ, թե այս մարդուն ինչ պատիժ կարող է ստանալ։ Լաց եղավ, այսինքն իրականում սիրեց այդ մեղավոր մարդուն, այս երրորդը որ լացեց նրա համար։ Իսկ ինչ վերաբերում այն հարցին, գիտես, որ այդ ամեն ինչը մարդկային գործոն է։ Այսինքն Քրիստոսի անունով մենք քարոզում ենք, սեր ենք քարոզում, Քրիստոս ենք քարոզում, բայց քրիստոնյաներն իրար ատում են։ Սա ամենամեծ ողբերգությունն է մարդկային պատմության։ Այսինքն Քրիստոսով մարդիկ իրար ատում են։ Դու կաթոլիկ ես, դու բողոքական ես, դու ուղղափառ ես, դու առաքելական ես, փրկությունը ձեր մոտ չկա, մեր մոտ է, մեկի դրախտը այլ է, մեկի դժոխքն այլ պատկերացում։ Սա բոլորը մարդկային գործոն է։ Որովհետև ես մի գիրք մի օր ձեռքս ընկավ, կոչվում էր Ավետարան ըստ Հիսուս Քրիստոսի։ Այսինքն Հիսուս Քրիստոսի ավետարանը ոնց պիտի կարդաս ու ապրես։ Այսինքն Հիսուսը ինչ է քեզանից պահանջում։ Այսինքն եկեղեցու մեջ բնական է, մեր տան մեջ էլ, չէ՞, հիմա դու ամուսնացել ես, դու քո զավակներդ քո օրենքներ ունես, պարոն մամբելն ու մաման էլ իրենց օրենքներ ունեն, չէ՞, դրված։ Բայց չի նույն դուք իրար թշնամի եք կամ հակառակ եք իրար։ Ինչն է հաղթում ձեր մեջ։ Սերը։ Ամեն մեկից մեջ էլ մենք տարբեր մտածողություն, բայց ընդհանուր սերը մեր հաղթում է, թե մենք բոլորս սերում ենք մի տեղից, Քրիստոսից, ուրեմն չի կարելի Քրիստոսի անունով իրար ատել։ Ես տարիներ առաջ Վրաստան մի եկեղեցի մտա, քահանան մոտեցավ ինձ գրկախառնվեց, համբուրեց, հետո հարցեց որտեղ ես, ասի հայ եմ, սկսեց շորը թափտալ։ Այսպես։ Ես մի պահ սարսափեցի, ասինքն ինչ ես անում, այսինքն ոնց ես էլ եմ քահանա, դու էլ ես քահանա, բայց ինքի շորը այսպես թափտել, որ ինքնից գրկել է։ Այսինքն դու մեղավոր մարդ ես, էլի գնա այստեղից։ Իսկ Հիսուս եկել է այդ մեղավոր մարդուն կանչելու։ Ամեն բան մարդկայնորեն է։ Սատանան հենց այդտեղ է հաղթանակ տարել։ Ես ինչն եմ միշտ օրինակ բերում, մեր հին սկիհերը որ տեսնեք պատարակի, այսքան մեծ են սիրելիներ։ Նշանակում է շատ մարդիկ են հաղորդվել եկեղեցում, հետո տեսնում ես կամած փոքրացել են։ Սկիհը որ պատարակը մատուցում է, փոքրացել է, որովհետև մարդիկ են դադարել եկեղեցի գնալ։ Իսկ սատան ամենամեծ հաղթանակը մարդուն պատարակից, հաղորդությունից զրկելն է։ Այսինքն Քրիստոս է գալիս քո մեջ ապրելու, եթե Քրիստոս քո մեջ է բնակվում, ո՞նց կարող ես մեկին ասել դու փրկություն չունես, եթե փրկողն Աստված է։ Այդ սատանայի խոսքը, որ դուք աստվածներ կդառնաք, կդատեք լավն ու վատ, այս մարդը այդտեղ է խաբված, որ դու փրկություն չունես, դա Աստծո գործն է։ Դրա համար սուրբերից մեկն ասում է, որ ես մահանամ ու հանկարծ հայտնեմ դրախտում, 3 բանի վրա պիտի զարմանամ։ Նախ ոնց եղավ, որ ես մեղավոր մարդս հայտնվել եմ դրախտում։ Երկրորդ ասում է դրախտում պիտի տեսնեմ այն մարդկանց, որ վստահ է սրանք դժոխքում պիտի լինեն, եւ երրորդ չեմ տեսնել այն մարդկանց, որ վստահ էի, որ սրանք պիտի դրախտում լինեն։ Վերջինը այսօրվա։ Ոնց կարող են հասկանալ, եթե մինչև օրս ուղղափառ եկեղեցին կամ մեր մյուս քույր եկեղեցիները սրբեր տալիս են, արդիական սրբեր ունեն, բայց մեր եկեղեցին չունի, ոնց կարող են դա հասկանալ։ Այդ գործընթացը խաթարվել է մեր եկեղեցում։ Հնարավոր չի, որ մեր եկեղեցում սուրբեր չլինեն։ Հնարավոր չի։ Սա էլ պատճառը մեր եկեղեցու խորքային հերու պիտի գնա, որովհետև շատ հաճախ հայր սուրբ այստեղ Բելգիայում
ինքը ավելի շատ հայապահպանության գործով է զբաղված, դպրոց բացելու, հայերեն սովորեցնելու, քան իր բուն առաքելության մեջ լինելու։ Սա էլ իր բուն պատճառն ունի։ Իհարկե նպատակներից խնդիրներից մեկն ինչ է, որ մենք շատերը այդ հետարքիր խոսքը ասում է շատերն են ուզում որ սուրբ լինեն, բայց իրենք չեն ուզում սուրբ լինեն։ Այսինքն ամեն մեկը ինքը պիտի ուզի սուրբ լինել։ Ու մենայն հոգևորականը չի որ կարող է սուրբ լինել։ Ամեն մեկը այստեղ կարող է սուրբ լինել։ Եվ այդ սրբությունը նորից երևում է մեր գործերով, մեր հավատքից է կախված։ Ուրեմն եթե մենք հավատքի մեջ տկար ենք, թույլ ենք, հոգևոր ամենացածրից ամենաբարձրը, եթե թույլ ենք, բնականաբար սուրբեր չեն ծնվելու մեր կյանքում, տեսանելի։ Գախնի լիքը կլինի, ինչպես Եղիա մարգարեն աղոթում է, ասում է Տեր, ինձանից բացի մարդ չմնաց քո առջև ծնկներով, ասում է դեռ 7000 հոգի ունեմ։ Այսինքն մենք չենք տեսնում շատերի։ Այնպիսի սուրբ մարդիկ կան, որ իրենց ամբողջ ունեցված կախ։ Օրինակ ես པարզ օրինակ վերեմ Կիանու Ռիվզը գիտեք, Մատրիցա ֆիլմի դերասանը։ Ինքը մինչև այսօր ոտքով է ման գալիս։ Իր ամբողջ ունեցած վաստակած գումարը ինքը բաժանում է կարիքավոր մարդկանց։ Ինքը հարուստի շքեղի կյանքով չի ապրում։ Ռուս մի դերասան ունենք, ինքն ու մայրն են ապրում, իր ամբողջ գումարները ինքը քասկեղով հիվանդ երեխաներին է փոխանցում։ Հիմա այս մարդու գործը սրբության գործ է, թե չէ։ Այսինքն սքեմից չի կախված մեր սուրբ լինելը։ Դուք էլ կարող եք սուրբ լինել։ Եվ փրկությունը բոլորին հավասարապես տրված է։ Հոգևորականին առավել ինչու, որտեղ հոգևորակը ինքը կամավորապես հրաժարվել իր անձնական կյանքից, ուխտ է արել Տիրոջը ծառայել ժողովրդի միջոցով։ Պիտի տարբերվի, բայց դուք էլ պիտի սուրբ լինեք։ Սուրբը դուք եք ծնում։ Եթե համայնքը սուրբ է, իր հոգևորականն էլ սուրբ պիտի լինի։ Եթե հոգևորականը սուրբ չէ, իր համայնքն էլ սուրբ չի լինելու։ Մեկը մյուսից է կախված։ Հոգևորականը ինչ է, իր համայնքի մեջից է դուրս գալիս։ Եղավ։ Ես սա վերջին հարցում եմ։ Լավ։ Շնորհակալություն ձեզ մեր սուրբ խաչ համայնքի կողմից ստեղ մեր մոտ գտնվելու համար, ժողովրդի շնորհակալություն ստեղ լինելու համար։ Մի հարց, ինչ կնունքին է վերաբերվում, ինչ որ տարիք կա, որ մարդը պետք է կնքվի այդ տարիքում, որ գիտակից լինի, ինչի է կնքվում։ Սաղ ջան, կնունքը ասեցի 8 օրեկանից սկսում է կնքվել։ Գիտակից լինելու համար, երբ որ երեխային կնքում ենք, ինչպես է, իր ծնողների հավատքով եւ կնքահոր վկայությամբ մկրտում։ Ուրեմն թե ծնողը, թե կնքահորը հավասարապես պատասխանատու են երեխայի հոգևոր դաստիարակության համար։ Եթե մեկը կարծում ես 20 տարեկանում կնքվեց ինքը ամեն ինչ հասկանում է, չէ։ Այս ամեն օրվա փորձություն է որ պիտի անցնես ու մնաս դրա մեջ, այդ մկրտության խորհրդի մեջ մնաս, որ դու այլևս Աստծուն ես պատկանում։ Աստված ինչ ասում, եթե սուրբ եմ, դուք էլ պիտի սուրբ լինեք։ Եթե ձեր հայրն եմ, ուր է ձեր պատիվը։ Ուր է իմ պատիվը։ Այսինքն պիտի պահես այդ ամենը։ Եվ այդ կարևոր է որ քո մանկուց քո երեխային հանձնես Աստծո ձեռքերի մեջ, դու իր հետ աղոթես, իր ոտքերը վարժեցնես եկեղեցու գալուն, որպեսզի հետո դու Աստծուն չխնդրես քո երեխայի փրկության համար։ Ես Սայգի այս հարցումին շարունակությունը բերեմ, ուրեմն շատ գեղեցիկ հարցում էր։ Շատ անգամներ մեր ժողովուրդը ինձ է ալգարցն է, բայց նաև մեր պատասխանն որ գտանք դրա էր, սերբերնով ա թող լսեն, որովհետև նույն բանը միշտ կպատասխանենք, թե ինչու համար աղանդավորական եկեղեցի կամ փողոքական եկեղեցիները գսեն որ երեխայի մկրտությունը այդ է նշանակությունը։ Ուրեմն իրենք չեն ընդունում մանկամրտությունը, սա ջան, ասում եմ պիտի մարդը գիտակցի եւ հասկանա։ Հիմա Հիսուս ասում է, եթե մեկը հավատա եւ մկրտվի կփրկվի, չի ասում միայն հավատա, հավատա եւ մկրտվի։ Հիմա հարց, ես միշտ այս հարցը էսպես եմ տալիս։ Ես եմ 10 տարեկանում մեռա ու չմկրտված չեմ, ով է պատասխան տալու։ Եվ երկրորդ ասում է Պողոս Արաքել, մկրտեցի Կորնելիոսի ամբողջ ընտանիքին, այնտեղ երեխաներ չկային։ Կային։ Հնականաբար։ Այսինքն բոլորն էլ արժանի են այդ փրկությանը։ Ուրեմն հավատալ եւ մկրտվել իրար հետը չի ասում հավատաս կփրկվես, հավատաս եւ մկրտվես պիտի փրկվես։ Գիտակից հավատք ունենալը գալիս է քո ընթացքում։ Ես եմ ասում չեմ մկրտվել ու մահացա, ինչ պիտի լինի, եթե մկրտությունը պայման է փրկության։ Որովհետև ադամական մեղքը, որ ժառանգաբար գալիս է քո վրա, մկրտության մաքրվում է, դու որդեգրվում ես Աստծուց, նորից վերականգնում ես քո անմեղությունը։
Ինչ այդ մեղքով ես ապրեմ մի կյանք, եթե չգիտեմ ինչ կլինի, կմեծանամ թե չեմ մեծանա։ Կամ մարդիկ ասում են մեծանամ, հետո կապաշխարեմ։ Իսկ ով ասել դու պիտի մեծանաս։ Այսօր է փրկությունը, չի ասում վաղը, հենց այսօր է փրկության օրը, այսօր։ Այս պահին է քո փրկությունը։ Վաղը պետք չէ Հիսուսին հավատալ։ Այսօր պիտի հավատալ։ Ինչպես որ մեռնելուց հետո մեկին պետք չէ ասել ես քեզ սիրում եմ։ Պետք է իր կենթանությունը ասես ես քեզ սիրում եմ։ Ինձ համար թանկ ես ու կարևոր ես։ Չէ, այդ մասին, լավ 20 տարեկանում մահացել կնքված չի։ Երեխա չի։ Այսինքն առանց մկրտության դրա չկա։ Բայց 3 տարեկանում մկրտված չես, Չէ, երեխաների պարագա միջև 5-6 տարեկան այլ է։ Դրանք ուրիշ են, անդի սկզբում ասեցի դրանք։ Ես իմ խորին շնորհակալությունս կուզեմ այդպես երեք ծերայի։ 2 ժամվա եկա Կարոսվոսյան եւ հարցս պատասխանին մեր համանքի անունով անշուշտ եւ նաեւ ուխտավոր ժողովրդի որ ամեն կողմեն եկած են։ Մինչև աղոթքով սկսանք, աղոթքով վերջացնելը սիրելի ծերային եւ իր ընտանիքին մեր համայնքի կողմը պետքնվել մի գուզաններ դերայ ջան այս իկոնան ծեր սուրբ եկեղեցին գտանի եւ միշտ ծերաղոթների մեջ հիշեք Բելգիայի բոլոր հայ ժողովրդին ամեն եւ նաեւ Լիեժի մեր համայնքը շնորհակալություն սիրելի ողջունակ միասին աղոթենք Փառքեստեր Աստված անենք ուրեմն փոքրիկ աղոթք է հանգստյան ժամերգության ավարտն է որ բոլոր աղոթները կա մեջ միասին աղոթենք սիրելի Ըս հանգստյան զաղոթս եւ զաղաչանս ընկալցի մարդասեր Աստված իհաճե բարգամած յուրոց մեր մեղած մեր բազում հանցանած հնթողություն շնորհեսցե իչարյաց փրկեսցե մեղած պահեսցե եւ նմափար քավիդյանս ամեն Փառքեստեր Աստված մեր որ պարգևեցեր զորս այս բարյավ եւ խաղաղության բանցու Ցաներ օրհնյալ է Աստված Մարդասեր Աստված Զարաչիկա գիշերս որի վերա մեր գալոց է Իմ եղած պահյա իչարյաց ազատյա Եվ ի գործս բարի սարա Չնորթյա Արավոտու օրտնությանցն և պարաբանությանցն արժանի արա Զամենայն հավատացյալը սանվանըտ կում սրպո Եվ պայայի Դեր Աստված մեր դուրս քո խաղաղությունը դամենայն աշխարհի բարձս ասում եւ սպադու հասնի Ողորմյա հարց եւ եղբարց մերոց կենթանյաց եւ հանգուցելոց Ողորմյա զեկեղեցի շինողած երախտավորած, բդղադվից սպասավորած և այնոցիկ, որ կնտովանյա սրպո եկեղեցվո են Ներ Աստված օգնյա թագավորացն Քրիստոնեից և իշխանացն բարեպաշտից, զորած և զավակած մերոց, պայելովի խաղաղ
Տեր Աստված պահյա զարաշնորհը զեղբարությունս մեր ամբողջ եւ անխռով իգամս ողորմությանքով նշանով սուրբ եւ պատվական խաչիվ քո հալածյա զերևելի եւ զաներևույթ թշնամին ի սահմանած մերոց եւ ի բնակութենես մեր Փրկյազ մեզ յուրին հավիդենից եւ քեզ փառք հավիդյան սամեն Սուրբ խաչիվս աղաչես ու կստերձի սովա փրկեսես մեզի մեղած եւ կեցուսը շնորհի ողորմության յուրով ամենակալ Տեր Աստված մեր կեցո եւ ողորմյա Դեր ողորմյա, բախվանի չէ ույս հավատասեոս Քրիստոս ասված մեր բախյա եւ բախվանյա եւոնյա ազգս հայոց եկեղեցիս Հայաստանի այս ներկա հավատացյա ժողովուրդս ուխտավոր ժողովուրդս եւս մեզ ամենեքյան ընթովանյա սուրբ եւ պատվական խաչվտքոյի խաղաղության փրկյա հրևելի եւ աներևույթ ճշնամիներն արգազներն հիվանդություններն փորձություններն եւ ամեն տեսակի հիվանդություններն Արժանավորյա կողության պարավորելից քեզ ընթոր եւ ընսրփող քույտ այժմ եւ միշտ եւ ավիդյանս հավիդենից ամեն մենեցից Տեր ամենայն ժամանություն նորայի փրանի գնա խաղաղության եւ թող մեր Տեր Հիսուս Քրիստոսն ամենքիդ հետ լինի այժմ եւ հավիդյանս հավիտենից ամեն Աստված պահապան շնորհակալություն սիրելիներ Պիտի խնդրեմ որ նաեւ գլխավորության Տերային հյուրընկալվեք մեր եկեղեցու սրահին, որը մեր դիգնաց միության անդամները ծեր համար պատրաստել են կխնդրեմ